Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ, պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։ Պարոն Աբրահամյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, պարոն Աբրահամյան։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, զորահանդեսն անցկացվեց, այդքան երկար ժամանակ դրա մասին Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խոսում էր։ Ես իհարկե քննադատություններին, նաև ձեր քննադատություններին, այսպես դետալային կանրադառնանք, բայց առաջին անգամ ցուցադրվեցին հայկական արտադրության ԱԹՍ-ներ, հոբ համակարգեր, կարծես թե ուզում եմ հասկանալ, վատ է, որ ունենք այս զինատեսակները, թերևս այստեղից սկսենք, վատ է, որ ունենք հենց հայկական արտադրության, ասում են անգամ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից բերված համակարգերը, զինատեսակները արտադրված են հաշվի առնելով հայկական այսպես կորեկցիաները, հաշվի առնելով Հայաստանի դիտարկումները, ընդ որում բոլորը գործարանային արտադրության են։ Նախ ես չեմ լսում, չեմ տեսել տեսակետներ, որտեղ ասում են, որ վատ է, որ Հայաստանը զենք կամ զինամթերք է գնում։ Երկրորդը, որ հայկական արտադրության մասին ենք խոսում, հաշվի առեք մի հանգամանք, որ այնտեղ զորահանդեսով անցնող բոլոր զորատեսակների միավորների համար հայկականացված անուններ էր դրված, եւ այնպես չէ, որ որոնք հայկական անուններ էր հնչում, դրանք հայկական էին, նույն ֆրանսիական ինքնագնաց հրետանային սարքերի նույն Սեզարների դեպքում, իրանական հոբ համակարգերն եւ այլն։ Եթե խոսենք ԱԹՍ-ների մասին, իրականում կարևոր է, որ Հայաստանը ԱԹՍ-ների զարգացմամբ եւ արտադրմամբ զբաղվում է։ Այս process-ը իհարկե նոր չի սկսել, ես այնտեղ տեսա ընկերություններ, որոնք իրենց առաջին փորձարկումները դեռ Արցախում արել են 2015 թվականին եւ դրանցից ոմանց ես ինքս մասնակցել եմ։ Իհարկե ժամանակի ընթացքում դրանք մոդելային առումով արդիականացվել են ժամանակային պահանջներով եւ դա նորմալ է։ Շատ կարեւոր է, որ Հայաստան ունի անօթաչու թռչող սարքերի նաեւ առանձին ստորաբաժանումներ բնայի համակարգում ստեղծված եւ դրանք պետք է զարգացնել։ Այլ է այստեղ խնդիրն անում, թե ցուցադրված նմուշները, միավորները, դրանք միջազգային շուկայում միջինացված առումով ինչ որակի ապրանքներ են։ Սա մեկ։ Առաջինը պետք է հաշվի առնել, դեռ Թուրքիան է մի կողմ դնում մեր թիվ 1 թշնամի Ադրբեջանին, անկախ նրանից թե այսօր Հայաստանի իշխանությունը ինչ կասի Ադրբեջանին, ես համոզված եմ, որ իրանք էլ հոգու խորքում Ադրբեջանը ընդունում են թիվ 1 թշնամի, թեև իրանց ձգտումները դեպի խաղաղության բան եւ այլն հրապարակային արտահայտում են եւ շատ կարեւոր է հասկանալ, թե այն ինչ որ մենք առաջին պլան ենք մղում, դրանք Ադրբեջանի հետ հակադրման պայմաններում ինչ հնարավորություններ ունեն։ Օրինակ բերեմ, որ շատ ավելի բարձր լինի։ Կան ԱԹՍ-ներ, որոնց ադրբեջանական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները պարզապես խլացնում են եւ նրանց շարժերը ոչ միայն հակառակորդի հատվածում, այլ նաև մեր տարածքում լինում են բավականին վտանգավոր, այսինքն դրանք կամ շարքից դուրս են գալիս, կամ պարզապես չեն կարողանում օդ բարձրանալ։ Հիմա խնդիրը այն է, թե ժամանակի ընթացքում այս հակադրումները, որոնք լինում են երկու կողմից, մենք այս պայմաններում մեր առաջադրած ԱԹՍ-ների համակարգը ինչքանով է կարողանում իր մարտական խնդիրները լուծել։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք տարբեր զորատեսակների մասին, հնդկական կլինի կամ իրանական կլինի, պետք է հասկանալ, որը ինչ հեռավորության վրա ինչ խնդիր է լուծում։ Մի հատ օրինակ էլ ասեմ, որ նաև մեր լսարանի համար բարձր է։ Հիմա եթե մենք ասում ենք, որ կա հոբ համակարգ, որը 5 կիլոմետր բարձրության վրա է, մինչև 5 կիլոմետրի վրա է իր խնդիրը լուծում, օրինակ, ադրբեջանական բայրակթարները դրանք հիմնականում կարողանում են գործել մինչև 12 կիլոմետր բարձրության վրա, կան միջոցներ, որոնք հիմա այնտեղ փորձարկում են եւ մտցվել են նաեւ սպառազինություն 14 կիլոմետրի վրա են գործում եւ այլն։ Այսինքն կան տեխնիկական բնութագրեր, որոնք պետք է կարողանաս դիտարկել, վերլուծել եւ հասկանալ քո ունեցած միջոցները, անկախ դրանք գործարանային են, գործարանային չեն։ Կարող են այդ խնդիրը լուծել, թե ոչ։
Անունների հետ կապված ասացիք պարոն Աբրահամյան, իրենք ասում են Սեզարը վերանվանվել է օրինակ Արամաստ, որովհետև հաշվի են առնված հայկական կողմի դիտարկումները եւ այդ Սեզարը այն Սեզարը չի, որ մինչ այդ արտադրվում էր որոշակի փոփոխություններ եւ կորեկցիաներ են արված, հաշվի առնված մեր ռելիեֆը, մեր խնդիրները։ Ես կարծում եմ, տեղ կա որոշակի չափազանցություն։ Ես միանգամից ասեմ օբյեկտիվ լինելու համար, որ Սեզար համակարգերը միջազգային շուկայում համարում են բարձր որակ արժեք ունեցող ինքնագնաց հրետանային սարքեր եւ խնդիրը զուտ դրա մեջ չէ։ Բայց այն հանգամանքը, որ փորձ է արվում ներկայացնել, որ դրանք հատուկ էքսկլյուզիվ, բացառիկ նշանակություն, որակական եւ այլն, գիտեք, մեծ առով դրանք չափազանցություն են։ Հիմա այնտեղ կան կոնկրետ զորահանդեսում անցնող միավորներ կան, որոնք դու տեսնում ես ու պատկերացնում ես, որ սրանք ինչ ռելիեֆի պայմաններում կարող են աշխատել, թե չեն կարող աշխատել։ Սկսած գաբարիտներից, վերջացրած դրանց ակերից եւ այլն, որովհետեւ ակնհայտ է, որ գաբարիտների պայմաններում շարժունակություն խնդիր կա, թեև դրանցից ոմանք տեղում որոշակի սահմանափակ տարածության մեջ կարողանում են որոշակի տեղաշարժվել, բայց ինքնին չափը եւ նրանց քաշային առումով ոչ միայն հնարավորությունները, այլ նաեւ տեղաշարժվելու այդ հնարավորությունները ըստ էության դրանց հեշտ թիրախ են դարձնում։ Այսինքն, այստեղ շատ ավելի կարևոր է, ես կարծում եմ, այս զրույցի ընթացքում մենք ելենք դրան գալու, խնդիր կա նաեւ կառավարման։ Ինչ եմ վարում ասում, շատ ավելի շարժունակ միջոցներ են ունեցել, որոնք 44-օրյա պատերազմին մարտադաշ չեն հասել, ճանապարհին խոցվել են։ Նույն խնդիրը ունեցել ենք օրինակ 22 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ, օժանդակ ուժերի համապատասխան վայրեր հասնելու հետ։ Այսինքն դու կարող ես քո պարկերում ունենաս ժամանակից տեխնիկա, բայց դրանք տեղ չհասնեն, որովհետև հոբ համակարգերից սկսած, ռեպերից եւ այլն, դրանք պետք է գործեն ըստ ուղղությունների, էշելոնացված, այսինքն եթե դու տեսնում ես, որ պայմանական է միավոր, ասում 12 միավոր իրանական հոբ միջոց կա, դե մենք տեսեք սահմանը, մենակ Ադրբեջանի հետ, եթե չեմ սխալվում, համարյա 1000 կիլոմետրի է հասնում։ Դուք պատկերացնում եք, դա ամբողջը հաշվարկ է, ոչ միայն մեկ գիծը ապահովելու համար, այլ էշելոնացումը ապահովելու համար մի քանի աստիճանի, որպեսզի Ադրբեջանի համար չդառնանք ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական օբյեկտները հեշտ թիրախներ։ Դրա համար միգուցե ես մի քիչ առաջ եմ ընկնում, բայց ասեմ, որ ես այս զորահանդեսը որ տեսնում եմ, ես դրա մեջ ավելի շատ PR բաղադրիչն եմ տեսնում, որովհետև կարճաժամկետ դրվածքով դա մարդկանց վրա մեծ ազդեցություն է թողնելու, որ տեսնելու նոր տեխնիկա, ինչ-որ նոր անվանումներ եւ այլն, դեռ ժամանակ չի եղել մարսելու, թե դրանք ինչ են ներկայացնում, ինչ խնդիր կարող են լուծել։ Հայաստանի տարածքը փակում են, թե չեն փակում, այսինքն այս հարցերը շատ մեծ են, որոնք ժամանակ են պահանջում։ Պարոն Աբրահամյան, 44-օրյա պատերազմի ժամանակ ամենահաճախ հնչող արտահայտությունը երկինքը փակելն էր, այսինքն անհրաժեշտություն կար երկինքը փակելու։ Հիմա ուզում եմ հասկանալ այն համակարգերը, որ մենք տեսանք, դրանք մեզ հնարավորություն տալու են ունենալ ապահով երկինք, որովհետև դա նաև երկրի հողի վրա մեր բոլորի անվտանգության մասին է։ Տեսեք, այդ հասկացողությունը ավելի շատ շրջանառության մեջ մտցվեցին, Հայաստանը նկատի ունեմ, այն ժամանակ, երբ որ խնդիր կար թիրախավորելու Հայաստանի նախկին կառավարություններին, հոբ համակարգերի հետ կապված կամ աթեստների նկատմամբ ոչ այդքան մեծ ուշադրություն դարձնելու այս սրա քողի ներքո, բայց խնդիրը հետևյալի մեջ է։ Իսկ սկզբանե շատ բարդ է ասել մի երկիր, որ ունի համակարգ, որը կարողանում է ամբողջությամբ օդը փակել։ Դե օրինակ երկաթե գմբեթի մասին բոլորս լսել ենք, թեև դրա խոցելիության մասին նույնպես բոլորս լսել ենք երկաթե գմբեթի մասին, բայց ես մեկ շաբաթ առաջ տեսա, թե ինչպես էր օրինակ Լիբանանում Հեզբոլլահի դրոնները գնում եւ խոցում այդ։ Հասկանում եք, անընդհատ այս պատերազմի վարման կանոնները անընդհատ փոխվում են։ Օրինակ շատ սխալ համեմատություն կա, որը հիմա արվում է, ասում են բա այսի որ սա լիներ, օրինակ, չգիտեմ, 15 տարի առաջ ինչքան լավ կլիներ։ Ասում ես 15 տարի առաջ այլ զինատեսակներ կար, այլ խնդիրներ դրված, այլ բաներ էր լուծվում դրանով։ Այսինքն 15 տարի առաջ խոցումները լրիվ այլ միջոցներով էր իրականացվում։ Դրոնների, աթեստների ինտենսիվությունը, մոդեռնիզացիան եւ այլն, դրանք այդ մակարդակին չէին բոլոր երկրներում եւ բնականաբար համատությունները միշտ չեն, որ այստեղ կարող են օբյեկտիվ օղի ներքո դիտվել։ Այս տեսանկյունից եթե նորից վերադառնանք մեր թեմային, տեսեք, օդի փակ լինելու համար ես արդեն նշեցի, որ պետք է լինի էշելոնացված համակարգ։
Նախ զորահանդեսում ներկայացվածներից ոչ մեկ չի կարող եզրահանգում անել, թե դրանք միավոր առումով որքան են, այսինքն թվականակի առումով։ Հիմա օրինակ բաներ կա, այնտեղ ես տեղյակ եմ, որ որոշակի թվականակ կա, այսինքն ձևավորված մի քանի դիվիզիոներ հրետանային, որոնք տարբեր հատվածներում խնդիր են լուծում, բայց հոբ համակարգերի առումով ես չունեմ տեղեկատվություն, որ դրանք բավականին մեծ թվականակ ունեն եւ չասեմ օդը փակում են, որտեղ ելի եմ ասում օդ փակելը ըստ էության տեսականորեն հնարավոր էլ չէ, բայց որ էականորեն մեր խնդիրները օդում լուծելու են։ Այսօր Իսրայելը եւ նման խնդիր չկարողացավ այս վերջին պատերազմում լուծել։ Իհարկե ահագին խոցումներ ունեցավ, ահագին բան ունեցավ, տոկոսների առումով քարոշչական դաշտը այնքան լցված է, դժվար է ասել, թե իրանական հրթիռների կամ ԱԹՍ-ների որ մասը հասավ տեղ, բայց ակնհայտ է, որ տեղում անդադ պայթյուններ էր լինում, թիրախներ խոցում եւ այլն։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Ռուսաստանը նաեւ հոբ համակարգ արտադրող հիմնական երկրներից է եւ կան համակարգեր, որոնք իդեպ նաեւ մեր զորահանդեսում կային, տոր համակարգերը, որոնք 44-օրյա պատերազմին էլ բավականին ակտիվ եւ արդյունավետ աշխատել են։ Բայց օրինակ իմանալով դրա թվականակը բավականին քիչ է։ Այսինքն տեսական մասը դու տեսնում ես տոր, եթե մենք ունենանք գոնե առնվազն 6 դիվիզիոն, չեմ ասում բոլոր մեր խնդիրները կլուծել, բայց ես կհամարեի, որ ահագին խնդիր լուծված է, որովհետև տեսեք կա հոբ մի քանի միավորներ, դրանք յուրաքանչյուր տարբեր խնդիրներ լուծում, կարճ տարածությունների համար, միջին հեռավորությունների համար, մեծ հեռահարություն ունեցող նաև միջոցներին վերաբերում, այսինքն յուրաքանչյուր տարբեր խնդիրներ, մեկը դրոնների համար է, մեկը ԱԹՍ-ների համար է, մեկը ուղղաթիռների եւ ռազմական ավիացիայի համար էլ նկատի ունեմ ինքնաթիռներ եւ այլն, այսինքն շատ տարբեր է, ես հասկանում եմ, որ մեր հասարակության այն մասի համար, որոնք մասնագետներ չեն, կամ շատ մեծ հետաքրքրություն չեն ունեցել ռազմական արվեստի կամ պրոցեսների նկատմամբ, իրենց համար եթե կա ՊՎ, ենթադրելի է, որ եթե կա ՊՎ, ուրեմն կա խոցում։ Մի կարևոր հանգամանք էլ կա, որ այստեղ ուզում եմ նաև ասել, ինչը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, թե դու ինչով, ինչ գնի միջոց ես խոցում։ Օրինակ տարբեր երկրներում այս թեման առաջին պլան գալիս է, օրինակ իսրայելական արտադրության հոբ համակարգերը, հակահրթիռային համակարգերը, իրենք աշխարհում ամենաթանկերից են, նաև թանկեն բավական թանկարժեք են նաև ամերիկյանը։ Ճիշտ է, որակական առումով բարձր չափանիշները, բայց ըստ այդմ էլ հրթիռները բավականին թանկ են։ Եվ եթե դու օրինակ $500,000 հրթիռով խոցում ես $20,000 ATS, դու կարող ես առաջին 5 օրը նրանց բոլոր այդ կոմեկած աթեստները բան ունես, խոցես, բայց տնտեսական հնարավորությունների քո ռեզերվների առումով դու կարող ես 6-րդ օրվանից սկսած արդեն չկարողանաս խոցում իրականացնել կամ դիտմամբ կոնկրետ թիրախների չխոցես, որովհետև դու սկսես արդեն քեզ ապահովագրել, խնայել եւ այլն եւ այլն, այսինքն շատ մեծ տեղ վերլուծական մաս կա, որը շատ դժվար է հիմա մեկ զրույցի ընթացքում առաջին պլան բերելը, բայց ամեն դեպքում բավականին մեծ նրբություններ եւ տարբերություններ կան, որոնք պետք է դիտարկել։ Քանի որ արժեքների մասին խոսեցիք, պարոն Աբրահամյան, այս իշխանության գլխավոր թեզերից մեկն այն էր, որ այդ 8 միլիարդը, որ ավելացրել են պետական պարտքը արտաքին, զենք են գնել։ Հիմա ճիշտ ասած ուզում եի հասկանալ դուք այդտեղ 8 միլիարդի արտադրանք տեսաք։ Սուտ են խոսում ոչ թե նրա համար, որ այդտեղ 8 միլիարդ կար կամ չկար, այլ որ մի մասը հատկացումների, այդ թվում սպառազինությունների գնումների նախատեսված ալնում պետական բյուջեով եւ առանձին ոչ թե վարկերով։ Սա մեկ։ Երկրորդը դուք որպես նաեւ խորհրդարան լուսաբանող լրագրող, դուք լավ գիտեք, որ միջազգային այդ հիմնական վարկային միջոցների համաձայնագրերը գալիս է եւ խորհրդանում վավերացում է ստանում։ Հիմա նախագիծը գալիս, այնտեղ գրած չի միայն վավերացում ու թիվ։ Գրած է դրա տակ ինչ կա։ Հիմա ես մի քանի օրինակ բերեմ, օրինակ, որը շատ հաճախ է հանդիպել։ Օրինակ հյուսիս-հարավ հետ կապված վարկերը ամենաշատը հանդիպող վարկային փաստաթղթերից են եղել, որոնք վավերացրել են։ Հիմա եթե 5 տարվա կտրվածքով վերցնենք, ես թիվ միգուցե չկարողանամ ասեմ, բայց բավականին մեծ թիվ օրինակ տեղա գնացել։ Էներգախնայող համակարգերի վրա է գնացել, գնացել է ենթակառուցվածքային տարբեր ծրագրեր եւ այլն։ Այսինքն ես թվային առումով չեմ կարող ասել, բայց իմ համար շատ տեսանելի է, որտեղ մեծ թվով վարկայի միջոցներ կա այդ 8 միլիարդից, որոնք միանշանակ չի գնացել զենքի սպառազինության գնումների։ Ես հասկանում եմ ինչ է ուզում անել իշխանությունը,
Մարդիկ հարց են տալիս, ասում են 8 տարվա մեջ 8 միլիարդ եք վերցրել, այսինքն վերցրել շատ ավելի շատ, քան բոլոր 3 կառավարությունները միասին վերցրած եւ բնականաբար նրանք դրա պատասխանը չունեն։ Հիմա ու չեն ասելու մենք բերել ենք, դրել ենք, ասֆալտ ենք արել, մարդկանց սրանով ենք խափել, նրանով ենք խափել։ Իրանք հիմա տանում են զենքի վրա, ասում են որ անվտանգություն եք ասում, մենք գնացել ենք զենք ենք առել։ Շատ ժամանակ շատ ցած ապրիորի են դրա մասին ասում, որովհետեւ այն մարդիկ կամ գիտեն որ դա 8 միլիարդ ամբողջությամբ չի գնացել, իմաստը միգուցե կան, որոնք տեղյակ չեն, իրանց տենց են ասել, իրանք այդպես են ասում, բայց իրականության մեջ այդ վարկային միջոցները, որոնք խորհրդանով եկել են եւ ավերացել են, կարող են լինել ինչ-որ բաներ թաքնված եւ այլն, բայց դրանք ակնհայտորեն 8 միլիարդի չեն։ Սա մեկ։ Մի կարևոր բան էլ։ Տեսեք, մեր վարկային միջոցների հաշվին մեր եւ մեր սերունդների կողմից փակվող, մենք ենք չէ փակելու դա։ Մեր բոլորս հարկատուներս նաև մեր սերունդները։ Հիմա առել են զենք զինամթերք։ Սա երկու խնդիր ունի այստեղ։ Առաջին հարցը որ պետք է առաջանա, ինչի է պետք եղել այսքան մեծ ծավալի սպառազինություն գնալ։ Որովհետև այս իշխանության օրոք տեղ ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ թվով տեխնիկա, սպառազինություն, ռազմական օբյեկտներ դարձել են հեշտ թիրախ թշնամու համար։ Դեռ չեմ ասում մի քանի միլիարդի այն ավարը, որի մասին Ադրբեջանի նախագահը շատ էր սիրում ասել, ու իրանք 5 միլիարդ են ասում, ես չեմ կարող ասել կոնկրետ քանի միլիարդ է, բայց ահագին տեսանելի շատ է, որպես ավար հանձնել են Ադրբեջանին, տարբեր պայմաններում հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Հիմա հասկանում ես ոնց է նույնն է, որ մարդը բռնի իր տունը հրդեհի, կամ ինչ-որ մեկը հրդեհի ինքը տուն նստած դուրերով չհանգցնի կրակը, հետագայում գնա ընտանիքի անդամների հաշվին վարկ վերցնի, բերի տունը ինչ-որ ձևով կարգի բերի, սպիտակացնի, հետո ամբողջ օրը խոսա, ասի գիտեք, սենց է եղել, հիմա ես գնացել եմ տունը ռեմոնտ եմ արել, բայց որ ինքը տունը հրդեհել է, ժամանակին որոշ հատվածներում չի հանգցրել կրակը, դա բոլորը ուզում են մոռացության տան, չի լինի, չէ։ Հիմա գնացել ես միլիարդավորի ապրանքներ ռազմական բնույթի որպես ավար թողել ես Ադրբեջանին։ Մի մասը քո սխալ որոշումների հետևանքով դարձել են թիրախ։ Ես ուզում եմ ստեղ բացված կանեմ կարճ նկատ ունեմ, երբ որ ասում եմ քո որոշումների։ Օրինակ 44-օրյա պատերազմի ժամանակ եղած հավաստի տեղեկությունների պայմաններում, եթե իշխանությունը ժամանակին մարտական պատրաստության համապատասխան վիճակի բերեր զորքերը, ապա այն տեխնիկան, միջոցները, որոնք եղել էին պարկերում, որոնք եղել էին դիրքերում ու պահեստային հատվածներ չէին գնացել, համապատասխան վայրեր չէին տեղափոխվել, ապա այդքան խոցում չէր լինի։ Այսինքն որոշումներն են նաև բերել նրան, որ մեր սպառազինության ռազմական տեխնիկայի մի էական մաս նաև Ադրբեջանի կողմից ոչնչացվել է։ Հիմա դրանք ոչնչացվել են, չկա հետքերը, չկա հիմա իրանք ասում են գիտեք, սա քիչ է եղել, սա չի եղել, սա 70-ականներ է եղել, 80-ականներ է եղել։ Գիտեմ սրա հետ կապած էլ ասեմ։ Այդ ավիացիան, որը անցնում էր, ուղղաթիռները, ինքնաթիռները, դրանք որ թվականի արտադրության են։ Բացեք, դրանք շատ հեշտ տեղ ունեցող աղբյուրներ են։ Բացեք նայեք այդ ուղղաթիռները, որ թվականին, Su-25-ները տեսեք, որ թվականի արտադրության են։ Բացեք Su-30-ները տեսեք։ Տեսնենք 70, 80, 90, իհարկե ամեն մեկը ունի իր որոշակի մոդեռնիզացիան եւ այլն, բայց բացեք կտեսնեք շատ հեշտ է դրանց աղբյուրներ գտնելը։ Այսինքն ես որտեղ պետք է, ասում եք, գիտեք, էսի գործարանային է, D30-ները գործարանային է։ Հիմա ոչ մեկ թող մեկը հելնի այդ իր հրետանուության մասնագետներից, զինվորականներից, թող թիվ ներկայացնեն, ասենք 44-օրյա պատերազմին, 21, 22, 23 թվականի մարտական գործողությունների ժամանակ Հայաստանի զինված ուժերի D30-ների պայմանական 10%-ը իր խնդիրը չի կատարել, որովհետև չի եղել գործարանային։ Թող ելեն ասեն, դրանք քննարկին, տենանք դրա ազդեցությունը պատերազմական գործողությունները ինչքան է եղել։ Ես մեկ դեպք էլ չգիտեմ։ Մեկ դեպք էլ չգիտեմ, որովհետև D30-ների մի մասը, ոչ միայն D30-ների, հետանային միջոցների մի մասը 44-օրյա պատերազմին առաջնակից չհասած ճանապարհին խոցվել է։ Հիմա դրա տեղը լիներ գործարանային, դրա տեղը լիներ 90-ականների կամ 80-ականների, իրանց դեպքում որևէ բան փոխելու էր, չէր փոխելու։ Զորահանդեսի ժամանակ մենք չտեսանք Սմերջ, չտեսանք Իսկանդեր, դուք դրան իհարկե անդրադարձել եք, իրենք ասում են չենք ներկայացրել, որովհետև նախ Իսկանդերի հետ կապված այդ գերճշգրտությունն այդքան գովերքված հարցականի տակ դրվեց նաև ուկրաինական պատերազմում, եւ երկրորդ, որովհետև մենք ներկայացնում ենք կերպափոխված
բանակը, սա այլևս մեր նոր կերպափոխված բանակն է։ Խնդրեմ, ի վերջո ինչու ձեզ չներկայացվեցին այս արտադրատեսակները։ Նախ զորահանդեսի ժամանակ նույնիսկ սմերչերի մակարդակի զինատեսակ չի եղել։ Որոշակի մոտիկ է եղել հնդկական պինակաները, որոնք ռուսական գրադի սմերչի տենց կարելի ասել արանքում կարելի է դիտարկել, բայց գիտեք կատարյալ անհետեցություն է ունենալ զինված ուժերում սմերչ համակարգեր, չեմ խոսում Իսկանդերի մասին, ու դա հետին պլան մղել, ասել գիտեք մենք կերպափոխված բանակն ենք ցույց դնում։ Ես Իսկանդերի համար կոնկրետ ունեմ իմ մոտեցումը, Իսկանդերը միշտ ասոցիացված է եղել Սերժ Սարգսյանի ժամանակահատվածի հետ, երբ որ 16 թվականի մարտական գործողությունից հետո դրա ցուցադրումը ըստ էության նաև տարածաշրջանային առումով որոշակի կանխարգելիչ զսպիչ դեր ստացավ, որտեղ Իսկանդերը դրանք տարբեր մոդիֆիկացիաներ ունեն 280-ից մինչև 500 կիլոմետր խոցող թիրախներ ունեն եւ ես իհարկե այդ մոտեցման հետ համաձայն չեմ, որ Ուկրաինայում դրանք չեն աշխատել։ Ավելին ասեմ, ես տեսնում եմ, որ դրանք այն հիմնական աշխատող միավորներից են, որոնք Ուկրաինայում գործում են, որովհետեւ եթե նայենք պատերազմական գործողությունները, մի քանի հիմնական երևացող զորատեսակներ կան։ Անօդաչու ավիացիան, իր տարբեր մոդելներով, ավիացիան եւ հեռահար հրթիռային համակարգերը, որոնք աշխատում են։ Դեռ չեմ խոսում պաշտպանական համակարգի, ՌԵՊ, ՀՕՊ եւ այլն եւ այլն, եւ այստեղ ասել, որ Իսկանդերը ցույց է տվել, որ չի գործում, նախ դրա հեռահարության ռակետների հետագծի, դրանց խնդիրների օդը ճեղքելու եւ նաեւ որոշակի շեղումների մասին հստակ գրքային բանով ներկայացված է եւ դրանց շեղումները բավականին քիչ են, հաշվի առնելով թե դրանք ինչ թիրախների համար են նախատեսված եւ ես կարծում եմ որ շատերը այդպես են միգուցե ներկայացնում որպեսզի արժե զրկեն Իսկանդերի դերը այս ըստ այդմ նախկինում մեր ունեցած հնարավորությունները զորահանդեսում Իսկանդերի մասշտաբին մոտ որևէ բան չի ցուցադրվել եւ չի գնվել իհարկե որոշակի բանակցություններ կան Հնդկաստանից որոշակի հրթիռային համակարգների ձեռքբերման մասին միգուցե ինչ-որ փուլերում կլինեն, բայց Իսկանդերը աշխարհում դրան անալուկ շատ քիչ բան կա, որը կարելի է կողքի դնել եւ դրանով համատել եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ավելի շատ իրենք սեփական եսի դեմ են անընդհատ կռիվ տալիս, փորձում են իրենց գտնել, վերագտնել, փորձում են ամեն ձևով քողարկել այն ամենը, ինչ որ եղել է միջև իրենց, հատկապես անվտանգության համակարգում։ Բայց եթե օրինակ առաջիկա ընտրություններից հետո իրավիճակ փոխվի, գա մի իշխանություն, որը ասի որ գիտեք, այս հնդկական բանը ինչ ունեցել ենք, մի կողմ ենք դնում, սրանք այլևս չկան, մենք սեփական կետից ենք սկսում, իմ համար իրանք կդառնան խիստ քննադատելի, որովհետև կային զորահանդեսում անցնող միջոցներ, որոնք տարբեր խնդիրների կատարման համար օգտակար են եւ դրանք պետք է օգտագործել, բայց օգտագործել ճիշտ, ոչ այնպես, ինչպես այս իշխանությունը վերջին 8 տարիների տարբեր գործողությունների ժամանակ։ Հիմա ի վերջո ինչու իրականում չցուցադրվեց իրենց նախկինում արված վարքաբեկումներ, որտեղ մենք հիշում ենք այդ 10%-ի պատմությունը, վախեցան ներկայացնել Արիև ասել էր։ Իրաց այդ բան պետք էր, ինչից է Իսկանդերը թեման առաջացավ, երբ որ ժամանակի սրա մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց, ասաց, որ եղել է իրավիճակ, որի դեպքում Իսկանդերի կիրառումը կարող էր բեկում մտցնել եւ իսկապես դա այդպես էր, հատկապես պատերազմի առաջին օրերին, երբ որ գիտեք հարձակումը երկու ուղղությամբ էր, մեկը հարավային ուղղություններ էր, Ջաբրայել Հորադիս ուղղություններ, մյուսը Թալիշ, Մադաղից, Մարտակերտի ու ցախ հատվածը կարելի ասել, բայց երրորդ օրից հետո Ադրբեջանը վերախմբավորում արեց, միգուցե դա սցենարային էր եւ ամբողջությամբ կենտրոնացումը տեղի ունեցավ հարավում։ Հիմա մենք այդ ժամանակ ունեինք միջոցներ, որոնք Հայաստանի նույնիսկ Հայաստանի տարածքից կարող էին խոցում իրականացնել։ Նույնիսկ սմերչերի մասին որ խոսում ենք, նրանց սնայադները տարբեր հեռահարության են, բայց Հայաստանում կար այնպիսի հեռահարության սնայադներ, որոնք կարող էին 80-90 կիլոմետրի վրա այդ խոցումը իրականացնել։ Կային սկատ համակարգերը, որոնք կարող էին նրանց ճշգրտությունը որոշակի համեմատելի չէ բնականաբար Իսկանդերի հետ,
բայց հաշվառով այն հանգամանքը, որ հարավում բավական մեծ խմբավորում էր ձևավորված, նրա կիրառումը այդ ժամանակ կարող է շատ էֆեկտիվ լինել։ Եվ չեմ խոսում Իսկանդերի մասին, իսկ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է որոշակի պաշարներ եւ կարող էր նվազագույնը 8-9-10 հրթիռի արձակման պարագայում կարող էր հակառակորդի հարավային ուղղությամբ այդ գլխավոր հարվածային ուժին բավականին մեծ վնասներ հասնել եւ նրա հնարավորությունները նվազեցնել հարձակվողական։ Էլ չեմ ասում միգուցե կանխվեր նաեւ այդ մասշտաբի հարձակումները եւ մենք հնարավորություն ստանանք այդ եղած խնդիրների պարագայում գոնե պաշտպանություն իրականացնել։ Պարոն Աբրահամյան, ի վերջո ինչու այնուամենայնիվ այդ փուլում չկիրառվեց, այսինքն գիտելիքի պակասներ, վախեցան օգտան, ինչու չկիրառվեց։ Գիտեք, հիմա շատ դժվար է ասել հետհայաց նետելով էլի, այն զինվորականները, որոնք այդ որոշումը կայացրել, միգուցե իրանք էլ էս հաղորդման այն ասեն, գիտեք, դե հետին թվով մի քիչ հեշտ է ասել, բա ինչի սա այսպես չեղավ, այնպես չեղավ։ Բայց ի վերջո յուրաքանչյուր իր արածի չարածի համար պետք է պատասխանատվություն կրի։ Մի մասն է իրավական մասով, մի մասը պարզապես բարոյական։ Կա երրորդ նաև հանգամանքը, որը ցանկացած պետության համար շատ կարևոր է։ Դու պետք է դասեր քաղես եղածից ու չեղածից, քո արածից ու չարածից, որպեսզի կարողանաս հնարավոր հաջորդ հարձակման կամ նմանատիպ իրավիճակի պայմաններում կարողանաս շատ ավելի էֆեկտիվ գործես։ Հիմա Հայաստանի իշխանությունը իր բոլոր պրավալները բացրանեց, որ փորձում է բաշխել, վերաբաշխել տարբեր այլ անձանց, զինվորականների, տարբեր գործիչների, որոնք նույնիսկ իրենց թիմից են եղել, բայց հետագայում հեռացել են եւ այլն, բայց դրանից ճշմարտությունը որևէ տեղ չի փախնելու։ Ես վստահ եմ իհարկե, որ զինված ուժերում, նաև ազգային անվտանգության ծառայությունում որոշակի վերլուծություններ կան, որոշակի չէ, վստահ եմ, որ վերլուծություններ կան պատերազմական գործողությունների եւ հիմնական խնդիրների մասին, այլ բան է, որ դրա հանրայնացվող մասը կամ օգտագործվող մասը իշխանությունը քաղաքական եւ քարոզչական փաթեթավորմամբ է ներկայացնում, բայց ժամանակը գալու է եւ վաղ թե ուշ պետք է վերցնել եւ ընդհանուր վերլուծել այս իրավիճակը, որովհետեւ առանց դա վերլուծելու հասկանալու առաջ գնալու հնարավորություն մենք պարզապես չենք ունենալու։ Պարոն Աբրահամյան, ամփոփելով այն, ինչ մենք տեսանք, ինչպիսին է այդ կերպափոխված բանակը եւ արդյոք այդ կերպափոխված բանակի իրենց այսպես պարբերաբար թփկահարվող, հա, բանակը ի վիճակի է լինելու, այո, ապահովել երկրի անվտանգությունը, մեր բոլորի անվտանգությունը։ Օգտատերից մեկը Խալեն Ղուլյանը ներկայացել էր այդ կորպուսի հրամանատարներից մեկի մեդալը, որը Արցախում տրվող արիության մեդալն էր, Արցախի դրոշով, եւ այդ Արցախի դրոշը դրել եւ խմբագրել էին վերևի հատվածը, թողել էին միայն մեդալի այդ հատվածը։ Գիտեք, այդ բանը առաջին բանը, որ մտքովս անցավ, դա էր, որ սա է ձեր կերպափոխման բովանդակությունը, հասկանում եք։ Սա մեկ, երկրորդը, գիտեք, կերպափոխումը չի նշանակում անցյալում տեղի ունեցած լավը վերցնել, քանդել, ավիրել, դրանց վատ որակումներ տալ, ասել, որ որևէ բան մենք չենք ունեցել, զրոյից ենք սկսում։ Ինչ են դա ասում։ Սա պատահական չեն ասում։ Սա պատահական չեն ասում, որովհետև իրանք մեծ գումարներ են այդտեղ դնում։ Արդյունքը դեռևս էական չի կամ բավարար չի, բայց իրանք իրենց որևէ ձևով ապացուցելու եւ արդարացնելու համար ասում են, դե ոչ մի բան չի եղել, դրա համար ժողովուրդ ջան, այսքան դրածը արդենից տեսեք, որ կարևոր բան է։ Իհարկե իրականում դա չէ, սկսած կադրային բազայից, սպայակազմ, հրամանատարական կազմ, դրանք քո վերջին 8 տարիների ընթացքում այդ մարդիկ չեն դարձել զինվորական, չեն կայացել։ Այսօրվա հրամանատարությունը նայեք, բանակային կորպուսների հրամանատարներ, կենտրոնական ապարատի վարչության պետեր, տեղակալներ, կա այնպես մարդ, որը 2018 թվականից հետո է զինվորական դարձել կամ հասել գնդապետի կամ փոխգնդապետի, չեմ ասում գեներալի ուսադիրներին։ Այդ մարդիկ 90-ականներից 2000-ականների սկզբից կրթված, փորձառություն ստացած, տարբեր մարտական գործողությունների մասնակցած, ծանր մարտական հերթապահություն ստացած մարդիկ են։ Անկախ նրանից, թե ով իրան այսօր ոնց է պահում, դա վայել է հրամանատարին կամ սպային, թե վայել չի։ Բայց ես իրանց եմ հասկանում, նրանցից շատերը պատանդի կարգավիճակ ունեն այս իշխանության ձեռքից, ոնց որ մնացած բոլոր համակարգերում է, եւ իրականության մեջ այստեղ կերպափոխում չկա, կա քարոզչական մեծ
փուչիկ, որը անընդհատ փչվում է եւ փորձ է արվում ներկայացնել որպես նորություն։ Չէ կարող այդպես լինել, որովհետեւ բոլոր այն կառավարությունները, որոնք համարում են, որ ինչպես բանակցային գործընթացը 18-ին արեցին, որ կարելի է սկսել պարզապես զրոյական կետից ու հաջողություն համարել, պարզապես դատապարտված են պարտության։ Զրոյական կետից սկսելու մասին ասցիք, բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը բարբերաբար խոսում է այն մասին, որ եթե վերաբանակցվի խաղաղության պայմանագիրը, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, մոռանալով, որ հենց ինքն էր խոսում զրոյական կետի մասին, սա ուղղակի իմիջիայլոց հիշեցի։ Պարոն Աբրահամյան, նաև կուզեի շատ կարճ անդրադառնանք զինանշանին, հայկական բանակի զինանշանն են փոխել։ Խնդրեմ, այստեղ ինչ դիտարկումներ ունեք։ Ես տեսա պաշտպանության նախարարության պարզաբանումները, թե դրանք ինչ նշանակություն ունեն, որտեղ փորձ էր արվում բերելու դրա մարտական պայքարի եւ մնացած ատրիբուտիկայի մասին, նշելով, որ դրանք բխում են գործող կառավարության առաջնահերթություններից եւ գաղափարախոսությունից։ Գիտեք, պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ճիշտ հակառակը, որովհետեւ այն իշխանությունը, որը իր ժողովրդին անընդհատ սպառնում է եւ շանտաժ է ենթարկում պատերազմով, երբ որ անընդհատ մարդկանց մեջ մտցնում են, որ մենք կամ հայը հաղթելու հնարավորություն չունի, որ մեր ճանապարհը զիջելն է, ազատվելն է բոլոր այսպես կոչված չագետային կոնֆլիկտային էլեմենտներից, հասկանում եք, դա բարձ նշանակում է, որ գաղափարախոսությունը իշխանության որևէ կապ չունի ոչ պայքարի, ոչ հաջողության, ոչ էլ առավել եւս հաղթանակի հետ, ինչը փորձում է պաշտպանության նախարարությունը ներկայացնել։ Բայց այս սիմվոլիկան որքան էլ մի կողմից շատ կարևոր է եւ խորհրդանշական բնույթ ունի տարբեր փուլերի եւ ժամանակահատվածների համար, ես կարծում եմ, որ որևէ ձևի նաեւ այս մասը չպետք է ուռճացնել, որովհետեւ այս իշխանությունը շատ ավելի ծանր հանցանքներ եւ արարքներ է բաց թողել եւ արժե կենտրոնացում անել այդ ուղղություններով։ Շնորհակալ եմ շատ ծննդի համար։ Հիշեցնեմ, զրուցում էի Տիգրան Աբրահամյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։